Փաշինյանը իր քարոզարշավի ընթացքում մետրոյում ուղիղ եթերում վիրավորեց արձակցի աղջկան, որպես քաղաքական գործիչ նախ այս վարքագիծը ընդունելի էր, ընդունելի չէր, վարչապետը առհասարակ իրավունք ուներ իրեն նման կերպ դրսևորել։ Ստացվում եմ առհասարակ որևէ պատասխանատու անձ նման վարքագիծ չէր կարող դրսևորել։ Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին եւ այն էլ երկրի հաստատի կառավարության ղեկավարի, որը ոչ միայն դրանով հանրային բարոյական բոլոր նորմերն էր անցնում, այլ նաեւ կատարում էր կոնկրետ արարք, որը քրեորեն պատժելի է, ատելություն սերմանելու, ավելի ծանր բան համարվող անձին նսեմացնելու, նրան հետապնդելու, հոգեկան տառապանք պատճառելու, այս բոլոր հանցակազմի տարրերով հանդերձ նա իրեն ցուցադրեց 3 ամբողջ իր էությամբ։ Բացի դա, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս ընթացքում նրա վարքագծին առհասարակ, թե ինչպես է ըստ էության պետական իշխանության դեմ հանցագործություններ կատարում, երբ հայտարարում է, որ եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենա, ապա հաստատապես պատերազմ է լինելու։ Սա ոչ թե արդեն ենթադրյալ, այլ ուղիղ հանցագործության մասին է վկայում, եւ այս անձի անհավասարակշիռ պահվածքը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը որքան վտանգված է, որքան կորստի առաջ կանգնած իրավիճակ է, երբ երկրի հաստատի ղեկավարը իրեն թույլ է տալիս նման վարքագիծ։ Ըստ էության սա նաև թշնամուն օժանդակելուն ուղղված գործողություններ են։ Ասում է 2020-ի ժամանակ չէի զգուշացրել, ինձ մեղադրում եք, որ չեմ զգուշացրել, հիմա նախապես զգուշացնում եմ ձեզ, որ պատերազմ է նախատեսվում։ Կարծես թե վախեցնում է պատերազմով, եթե ինչ չընտրեք։ Դա եւս շատ առարկայական է դարձնում նրա հանցագործություն կատարելու գործողությունը, որովհետև տիրապետելով պետական գաղտնիքների, յուրացնելով եւ անցնելով իր լիազորությունների բոլոր սահմանները, նա ըստ էության սպառնում է հասարակությանը, ժողովրդին բռնությամբ, որի առարկայական եւ ամենապարզ դրսևորումը պատերազմն է։ Պատերազմով վախեցնել ընտրողներին եւ փորձել դրանով կորզել ինչ-որ ձայներ, սա նաեւ միջազգային մակարդակում դիտվում է որպես հանցագործություն, ժողովրդավարական, իրավական, պետության տապալման ուղիղ փորձ։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ մի շարք նույնիսկ իշխանական իրավաբաններ չեն կարողանում բացատրել այս մարդու վարքագիծը։ Տեսեք, աննկարագրելի է, անբացատրելի է, նա իր սահմանադրական պարտականությունն է, որպեսզի բոլոր պայմաններում ապահովի քաղաքացիների անդորրը խաղաղ ապրելը, բայց նա սպառնում է քաղաքացիներին, որ եթե ինքը իշխանություն չլինի, ապա այդ քաղաքացիները կարող են կործանվել պատերազմի, հետաքրքիր է, ում կողմից պատերազմի, դա էլ թող ասի։ Բայց ասում էր Ադրբեջանի խաղաղություն է։ Փաստորեն խաղաղության երաշխավորը մենակ ինքն ու Ալիևն է, իրանց անձնական գոյությամբ, հա, բա մարդ են, չէ, կարող է վաղումից օրը Ալիևն էլ մեռնի, ինքն էլ մեռնի, բա հետո ինքը փորձում է անձով պայմանավորել, եթե ես չլինեմ, ուրեմն խաղաղությունը չի։ Ես էլ այդ եմ ասում, բա մարդ ես, չէ, կարող է վաղումից օր հիվանդանաս, ծանր հիվանդանաս, ինչ որ մի բան տեղի ունենա, կատարվի, ոչ դիտավորյալ, հանկարծ որևէ մեկի մտքով չանցնել, այլ բան։ Բայց այդ նշանակում է ուրեմն ինչ։ Այս ժողովուրդը կործանվեց։ Սա սարսափելի է, սա բան չի կարող իրեն թույլ տալ երկրի ղեկավարը, հասկանում եք, կառավարության ղեկավարը։ Սա աննկարագրելի է։ Համաշխարհային պատմության մեջ երևի այսպիսի բան չկա։
Նաև Արցախի մասին հայտարարությունները, որ ասում է Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, դա թաքցվել է մեզնից։ Այսինքն նշանակում է, եթե պատերազմի եղավ այդ 44 օրյան, նրանք օկուպանտ էին այդ տարածքում։ Այդ հարցերին անպատասխան են մնում։ Չէ, անպատասխան չէ, նա զառանցանք է սա ամեն հասկանում եք, զառանցանք։ Աննկարագրելի է այս մարդու Արցախի հետ կապված գործողությունները, ինչպես որ իշխանության ընդհանրապես վարքագիծը, հա։ Արցախի հանրապետությունը այս մարդիկ ներկայացնելով որպես տարածքային պահանջներ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ներկայացնելով Ալիևյան, Էրդողանյան բառապաշարով, նրանք ոչ միայն կործանեցին Արցախը, ոչ միայն կործանեցին հայկական մշակույթը, ոչ միայն շարունակաբար փորձում են Հայաստանը դնել այս երկրների տրամադրության տակ, այլ նաև այս մարդիկ ընդհանրապես զուրկ են մարդու հիմնարար իրավունքները գիտակցելու ունակությունից։ Այս մարդիկ չեն հասկացել մինչև հիմա, որ Արցախյան հիմնախնդիրը մարդու իրավունքների հարցը ոչ թե տարածքային պահանջի, եւ այդ է դրված եղել Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքականության հիմքում մինչև իրենց կործանարար իշխանության իրացում։ Ու այս մարդիկ հիմա փորձում են, ելել են եւ անընդհատ քարոզում են, ընդ որում թշնամուց ավելի ագրեսիվ ձևով, թե ինչպես են իրենք ատում Արցախը, Արցախահայությանը եւ առհասարակ ժողովրդին, ով իր իրավունքը ուզում է ընդամենը պաշտպանի։ Մինասյան իդեպ այսօր հրապարակային ներողություն է խնդրում ու ասում է ուղիղ եթերով պատրաստ եմ ներողություն խնդրելու, հրավիրում է կառավարություն ու ասում է հնարավոր է անգամ, որ հենց վարչապետը մոտենա իր բնակության հասցե եւ ներողություն խնդրի, այս վարքագիծի ինչի համար ներողություն։ Ասում է ես սխալ եմ արտահայտվել, այնպես չի հասկացվել իմ մտքին։ Ինչպես է հասկացվել, ինքը թող հրապարակային եւ դա առաջին անգամ չէ, առաջին անգամ չի փախած բառի օգտագործումը։ Ինքը սա առաջին անգամ չի օգտագործում։ Ինքը սա իր մոտ համոզմունք է ձևավորել եւ քանի որ անհավասարակշիռ անձնավորությունը այս համոզմունքը ինքը անընդհատ եւ ամեն իրավիճակում արտահայտելու է, արտաբերելու է։ Ինքը արդեն պղծել է նահատակվածների հիշատակը։ Ինքն արդեն պղծել է մեր ժողովրդի սուրբ նվիրական զգացողությունները, ինքն արդեն պղծել է Հայաստանի սահմանադրությունը, ինքն արդեն պղծել է անկախության հռչակագիրը, ինքը առհասարակ պղծել է մարդ լինելու աստվածային բոլոր հնարավորությունները։